Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր մենք ուսումնասիրելու ենք մանկական մատը։ Ինչու է մատը կոչվել մանկական, որովհետև այս ծուղակում հայտնվում են հիմնականում սկսնակ խաղացողները։ Նայելով մեր խաղատախտակի զինվորների դասավորությանը, տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանված է որևէ խաղաքարի կամ խաղաքարերի կողմից։ Օրինակ, նայելով A7 զինվորին, տեսնում ենք, որ այն պաշտպանված է նավակի կողմից։ B7-ի զինվորը պաշտպանված է C8 դաշտում գտնվող փղի կողմից։ C7-ի զինվորին պաշտպանում է թագուհին։ D7-ի զինվորին պաշտպանում են միաժամանակ 4 խաղաքարեր՝ ձին, փիղը, թագուհին և արքան։ Իսկ E7 զինվորը պաշտպանված է թագուհու, արքայի, փղի, նաև ձիու կողմից։ F7-ի զինվորին պաշտպանում է միայն արքան, այսինքն F7-ի զինվորը թույլ զինվոր է համարվում, որովհետև պաշտպանված է միայն արքայի կողմից։ J7-ի զինվորին պաշտպանում է փիղը, իսկ H7-ի զինվորին նավակը։ Եվ այստեղ միտք է առաջանում գրոհ կազմակերպել F7 զինվորի վրա և մատ հայտարարել արքային։ Նախ պետք է գրավենք կենտրոնը զինվոր E4 դաշտով, սևերը պատասխանում են զինվոր E5, այնուհետև զարգացնում ենք փիղը, խաղալով փիղ C4, սևերը այստեղ կարող են խաղալ ձի C6, փիղ C5, նրանք չգիտեն պաշտպանությունը, ուստի խաղում են ձի C6, այնուհետև մենք պետք է զարգացնենք մեր թագուհի խաղաքարը, որովհետև մատը մանկական իրականացնելու ենք թագուհով և փղով, խաղում ենք թագուհի H5, սևերը դարձյալ սխալվում են և խաղում են ձի F6, այդ քայլով նրանք հարձակվում են թագուհու վրա, որին հետևում է թագուհի F7 մատ և արքան սևերի հայտնվում է մատային ծուղակում։ Արքան չի կարող վերցնել թագուհի խաղաքարին, քանի որ այն պաշտպանված է C4 փղի կողմից, և այստեղ սևերը պարտվում են։ Մանկական մատը կարող ենք իրականացնել նաև սև խաղաքարերով։ Հաջորդ ժամին կկատարենք մանկական մատ սև խաղաքարերով, ինչպես նաև կսովորենք, թե ինչպես պաշտպանվել մանկական մատից։ Դե ինչ, այսօր այսքանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ ժամին։